Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն եթերում է եւ ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին եւ ուրախ եմ, որ նոր աշխատանքային շաբաթը սկսում ենք միասին։ Իհարկե, ամեն նոր աշխատանքային շաբաթ դրանք նոր հանդիպումներ են, նոր փաստեր, նոր անակնկալներ, դե իհարկե նաեւ նոր կարծիքներ։ Եվ ահա այս անգամ մեր տաղավարում մենք հյուրընկալում ենք իսկապես մի պայծառ անձնավորության Արդար Հայաստան կուսակցության նախագահ, մեր ճանաչված իրավաբաններից, փաստաբաններից մեկին Նորայր Նորիկյանին։ Բարև ձեզ։ Հարգանք դերս պարոն Բուշչյան ջան։ Շատ երկար չկայիք պարոն Նորիկյան, բայց վերջապես մեր հյուրն եք, ուրախ եմ։ Դուք վստահ եք, որ դուք իմ ամենալավ բարեկամների թվում եք պատկանել։ Մեր բարեկամությունը կարելի է ասել հավերժ է։ Այո, պարոն Բուշչյան։ Դե մենք երկուսս էլ են հին ժամանակներից եկող մարդիկ ենք։ Արդեն մեզ բացի բարեկամությունից ուրիշ բան չի մնում։ Պարոն Նորիկյան, տեսեք, տարածաշրջանում շատ լարված իրավիճակ է։ Այ դուք որպես փաստաբանի, իրավաբանի, ինչ զարգացումներ եք ակնկալում։ Պարոն Բուշչյան, զարգացումները, եթե դուք նկատի ունեք Իրանի հետ կապված, դրանք կարող են զարգանալ տարբեր սցենարներով, նայած թե ուժերի հաշվեկշիռը ինչպիսի դասավորվածություն կստանա եւ կողմերը հակամարտող ինչպիսի տրամադրվածություն եւ վճռականություն կունենան իրենց նպատակներին հասնելու համար։ Բայց մի բան ակնհայտ է, որ ես ուզում եմ, որ մենք սա արձանագրենք։ Աշխարհում այսօր ուժի գործոնը դարձել է այն միակ գործիքը, որով աշխարհի հզորները փորձում են խնդիրներ լուծել ուժի միջոցով։ Այսինքն մենք պետք է հասկանանք մի բան, որ այլևս այն աշխարհակարգը, որը երկրորդ աշխարհամարտից հետո գործում էր, վաղուց սպառել է իրեն, վերազգային կազմակերպությունները ըստ էության չեն գործում, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը վերածվել է, այսպես ասած, մի կույրաղիքի եւ չի իրականացնում իր առաքելությունն ու ՄԱԿ-ի կանոնադրությամբ իր վրա դրված խնդիրները, առանձին պետություններ, որոնք ձևավորել են ներուժ, այնպիսի ներուժ, որ իրենց հնարավորություն է տալիս թելադրել իրենց կամքը, այսօր փորձում են որակապես նոր աշխարհակարգ ստեղծել։ Ակնհայտ է ստեղ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի նպատակները Իրանում ձևավորել այնպիսի կառավարելի վարչակազմ, որը իրենց չի ընդդիմանա։ Բայց սրա հետ մեկտեղ սա ունի բազմաշերտ է Իրանի հետ կապված խնդիրը, դա պայմանավորված է ոչ միայն Իրանի միջուկային էներգետիկայի միջուկային զենքի չտարածման հետ կապված հարցով, պայմանավորված է ոչ միայն Իրանի հոգևոր առաջնորդության փոփոխության հարցով, այլ նաև գլոբալ առումով ըստ էության ես կարծում եմ, որ այս պայքարը նաև ինչ-որ առումով ուղղված է Չինաստանի օրեցօր հզորացող ազդեցությունը կասեցնելուն, որովհետև այն process-ները, եթե դուք նայեք վերջի ժամանակահատվածում, որոնք տեղի են ունենում Թրամփի վարչակազմի կողմից եւ այն գործընթացները, դրանք ակնհայտ է, որ ուղղված են հիմնականում Չինաստանի զսպելուն։ Իսկ Իրանի դեպքում Իրանի աշխարհաքաղաքական դիրքը, Իրանի աշխարհագրական դիրքը, Իրանի եւ Չինաստանի հետ ունեցած կապերը եւ Չինաստանի ռազմավարական նպատակները, որի իրականացման ճանապարհին Իրանը զբաղեցնում է ստրատեգիական դեր, Իրան-Չինաստան առևտրային կապերը, սրանք լրջորեն մտահոգում են Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Իսրայելի դեպքում մի քիչ այլ է, իրենք փորձում են իրենց անվտանգային ուրեմն խնդիրները կարգավորել, այստեղ ներքաշելով նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների ներուժը օգտագործելու միջոցով։ Այսինքն պետք է հասկանալ մի բան, բազմաշերտ շահեր են այստեղ հակադրվում եւ դժվար է ասել, թե որ սցենարը կզարգանա։ Ինձ համար մի բան ակնհայտ է, մենք պետք է չափից դուրս գուշ լինենք այս առումով Հայաստանը, մենք մի հայտի խոսք կա մեծերի կռվի ժամանակ փոքրների խնդիրն է ոտատակ չընկնելը, հետեւաբար մեր խնդիրն է ամեն ինչ անել հնարավորինս քիչ կորուստերով դուրս գալ այս հակամարտության անուղղակի ազդեցությունից, թույլ չտալ, որ Հայաստանը վերածվի ռազմական թաթերաբեմի, էսկալացիոն տարածքի եւ ամեն ինչ անել հավասարակշռված զգոն ուրեմն արտաքին քաղաքականություն վարելով։ Իսկ սցենարները կրկնում եմ հնարավոր չէ սպայն կոնկրետ ասել, թե որ սցենարը աստիճանաբար հեգեմոն կդառնա։ Մի կողմից Ամերիկան
փորձում է ամեն ինչ անել ծնկի բերելու Իրանին, մյուս կողմից էլ Իրանում ակնհայտ է, որ կա դիմադրություն, կա ուրեմն հակազդեցություն։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Բարձր։ Գիտեք, մեր երկրի ղեկավարի ելույթները հատկապես արտերկրում շատ հաճախ զարմանք են առաջացնում։ Վերջին նրա ելույթը Ստրասբուրգում, ես չգիտեմ դուք ինչպես, բայց շատ վերլուծաբաններ, քաղաքագետներ դա անվանեցին պարզապես խայտարակություն։ Ինչպիսին է ձեր գնահատականը։ Գիտեք, էպիտետները, տեսակետները, կարծիքները կարող են տարբեր լինել։ Մեծ հաշվով ես վաղուց համոզվել եմ, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե Հայաստանի ռազմավարական շահերից բխող քաղաքականություն է իրականացնում, այլ սեփական քաղաքական ամբիցիաներով պայմանավորված քաղաքականություն է իրականացնում, կա ամեն ինչ անում է, երբեմն նաև էժանագին քարոզչական հնարքների միջոցով սեփական թիմի եւ սեփական իշխանության PR-ն ապահովելու եւ սեփական քաղաքական իշխանության երկարակեցությունն ապահովելու համար։ Ակնհայտ էր, որ այդ ելույթը նախընտրական ուրեմն կամպանիայի օգտագործելու համար էր նախապատրաստված։ Ակնհայտ էր, որ Եվրոպական խորհրդարանում նրա ելույթը կազմակերպված էր, որպեսզի ինքը Հայաստանում ինչ-որ ներհայաստանյան քաղաքական խնդիրներ կարողանա լուծել։ Բայց հիմնական մեսիջները, որոնք ուղղվեցին Եվրոպական խորհրդարանից, տեսեք, շատ հասկանալի եւ բաց է։ Փորձ էր արվում Եվրոպական խորհրդարանի կամ արևմուտքի մոտ տպավորություն ստեղծել, որ ահա Նիկոլ Փաշինյանը ինքը իր ղեկավարած քաղաքական իշխանությունը, դրանք արևմտամետ, եվրոպամետ, ժամանակակից զարգացած աշխարհի գաղափարներին համահունչ քաղաքականություն է վարում, բայց ահա տեսեք Հայաստանում կան քաղաքական ուժեր, պսևդո քաղաքական ուժեր, կեղծ քաղաքական ուժեր, որոնք ղեկավարվում են դրսից, որոնք վարում են արևմուտքին ոչ հարիր քաղաքականություն կամ այսպես ասած Նիկոլ Փաշինյանը, եթե շատ պարզ ասենք, հասել է մի իրավիճակի, երբ որ իր դեմ ցանկացած խոսող կամ քննադատող անձի կամ քաղաքական ուժի փորձում է պիտակավորել Կրեմլի ագենտ, ուրեմն ածականով։ Այն դեպքում, երբ որ նախ դա ոչ միայն անընդունելի է, այլև իրականությանը չի համապատասխանում։ Այսինքն Փաշինյանը փորձում է քաղաքական աշխարհաքաղաքական ճաշակին համահունչ քաղաքական բան ձևավորել, այսպես ասած, իմիջ ձևավորել, որ տեսեք հարգելի արևմուտք, մենք ուզում ենք կանք Եվրոմիություն, բայց Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք թելադրվում են դրսից, մասնավորապես Ռուսաստանից, իսկ Ռուսաստանը ձեր մշտական մրցակիցն ու ախոյանը պատերազմում է ձեր մեջ եւ ինքը դրանով ինչ որ օգնություն էր ակնկալում։ Բայց մեծ հաշվով մենք պետք է հասկանանք, մեր ժողովրդին բավական է խափի ինքը։ Բավական է մոլորության մեջ գցի, պարոն Ղուշյան, որովհետև միայն իր օրոք առավել մեծ է Հայաստանը կախվածության մեջ հայտնվել Ռուսաստանից, քան նախորդ բոլոր 3 վարչակարգերի ժամանակ։ Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, ինքը միակ քաղաքական գործիչն է, ում կառավարման օրոք Ռուսաստանից ազդեցությունը Հայաստանի ավելի է մեծացել, եւ ինքը ուղղակի այս պահին փորձում է քաղաքական դիվիդենտներ ձեռք բերել այսպիսի հայտարարություններ անելով ներհայաստանյան անհանդուրժողականության մթնոլորտը գեներացնելով առավել մեծ աստիճանի։ Բայց ես կարծում եմ ժամանակն է եկել, որ մեր հասարակությունը իսկապես ձերբազատվի այդ մոլորությունից եւ հասկանա մի բան, հայ ժողովուրդը չի կարող պատան դառնալ Նիկոլ Փաշինյանի քմահաճույքներին։ Ես պետք է ասեմ, որ վերջին դեպքերն էլ ապացուցում են, որ այս մարդուց ամեն ինչ կարելի է սպասել։ Տեսեք մի փոքրիկ փաստ։ Նա վերջերս աշխատանքից ազատում է ցեղասպանության թանգարանի տնօրենին Էդիտա Գզոյանին, իդեպ հրաշալի միազնավորության եւ ինչի համար, քանի որ նա գիրք է նվիրել Միացյալ Նահանգների փոխնախագահին, որտեղ Արցախի խնդիրներն են վերանվել։ Ասում է, եթե ես ասում եմ Արցախի թեման փակված է, մեկը չկարծի, տլսի դով ես, որ դու ասում ես ամբողջ ազգը պիտի Արցախ բառը չօգտագործի։ Սիրելի բարեկամներ, դե լկտիությունն էլ չափ ու սահման ունի, սուտը, կեղծիքը այնքան բանավոր է, որ հիմա տեսեք ինչեր են թույլ տալի, ով ինքն է, չէ, երկրի առաջի դեմքը, ես եմ կառավարությունը, ես եմ իշխանությունը, ես եմ ամեն ինչը, ես ինչ ասում եմ պիտի լինի։ Ընկեր է անգամ նման մարդկանց հետևից, որոնք կարող են թույլ տալ իրենց գիրք
Իրեք։ Լավ, դուք որպես փաստաբանի իրավաբանի այս փաստը ոնց կգնահատեիք։ Նախ առաջին հերթին թույլ տվեք արձագանքել, որ եթե ցեղասպանության թանգարանի ազատված տնօրենը փորձի իրավական աջակցություն ստանալ, մենք պատրաստ ենք, ես անձամբ ինքս պատրաստական եմ ստանձնել նրա շահերի պաշտպանությունը եւ հայցադիմում ներկայացնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան իրեն աշխատանքից ազատելու հրամանը անվավեր ճանաչելու, իրեն նախկին պաշտոնով վերականգնելու եւ հարկադիր պարապորտի գումարը բռնագանձելու պահանջների մասին, ընդ որում պատրաստ եմ ամենայն պատասխանատվությամբ մինչև վերջ իրավական առումով կանգնել այդ տիկնոջ կողքին, որովհետեւ այդ տիկնոջ իրավունքների պաշտպանությունը ոչ միայն խարսված է բացառապես այդ կնոջ անձի հետ, այլև մեզանից յուրաքանչյուրի հետ սրա վտանգավոր հետևանքները մենք կարող ենք հետագայում շատ դառնորեն կրել։ Անցած շաբաթ կամ 10 օր առաջ էլ Նիկոլ Փաշինյանը Տաուշի մարզ կատարած այցելության ժամանակ մի նախկին զինվորականի դուստ աղջկան մանկապարտեզի տնօրեն նշանակելու հետ կապված քիհիշեք հայտի վեճ ունեցավ եւ հրահանգեց, ասեց դրա աղջկան հանգարց մանկապարտեզի տնօրեն չնշանակեք։ Այսինքն, պարոն Ղուշյան, այս մարդը իրան վերագրել է կայսրի, թագավորի, սուլթանի, Ժեկի պետի, ուրեմն կարգավիճակ եւ իրեն թվում է, որ ինքը դուրս է որևէ սահմանափակումից, որևէ սահմանադրական լիազորությունից։ Ես ձեզ ուզում եմ հիշեցնել հետեւյալը, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները եւ դրանց պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենսդրությամբ։ Այբ որ ինքը կմատնանշի որևէ սահմանադրական նոր, որ ինքը որպես վարչապետ լիազորված է մանկապարտեզի տնօրեն նշանակելու կամ ցեղասպանության թանգարանի տնօրենին ազատելու հորդորով կամ պահանջով որևէ մեկի դիմելու իրավասությամբ, ես կասեմ, այո, դա իր իրավասությունների մեջ է մտնում։ Սա շատ վտանգավոր է, բայց ուրիշ բան էլ կա։ Սրա հոգեբանական քաղաքական հատվածի մասին էլ եմ ուզում անդրադառնալ։ Այսինքն ինչ է, եթե մենք թարգմանենք կամ այդ էմոցիոնալ ֆոնը անենք, Նիկոլ Փաշինյանը ասում է Արցախի մասին որևէ հիշատակում, դա սադրանք է, որը խաթարում է խաղաղության գործընթացը, որ դուք իրավունք չունեք Հայաստանի քաղաքացիներ եւ Հայաստանում ապրող քաղաքացիներ որևէ կերպ հրապարակային կլինեք պետական պաշտոնատարանց կամ այլ սուբյեկտ արծարծել Արցախ բառը, Արցախի հանրապետություն բառը կամ Արցախի մասին որևէ հիշատակում, քանի որ դա վնասում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը։ Հիմա տեսեք, վաղը, եթե մենք թույլ տանք, որ ինքը այս խոսույթը շարունակի, այս քաղաքականությունը ամրապնդի, ես ձեզ ասում եմ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում նա փորձելու է հասնել ընդհանրապես Արևմտյան Հայաստանի վերաբերյալ որևէ խոսույթի մասին խոսելիս, մեր պատմության մասին որևէ հիշատակում անելիս, որովհետև կասի, եթե դուք խոսեք, ասենք 1915 թվականի ցեղասպանությունից, 1908 թվականի երի-թուրքերի կառավարության գալուց հետո իրականացված ջարդերից, Համիդյան ջարդերից, թուրքական Օսմանյան կայսրության ժամանակահատվածում հայերի իրավունքներից կամ մեր պատմական հայրենիքը մեզանից զավթելուց, կասի դուք խաթարում եք հայ-թուրքական երկխոսությանը եւ դուք սադրանք եք իրականացնում, հասկանում եք։ Այսինքն այս մարդը մեզ փորձում է կտրել մեր արմատից, մեր պատմությունից, փորձում է նոր պատմություն շարադրել։ Եվ ինչն է շատ վտանգավոր, երբ որ ինքը 3 եւ 3 չէ առաջի օրը խոսում էր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանից հռչակագրի դրույթները հանելու մասին։ Այսինքն գիտեք ինչ, նույնիսկ պարոն Ղուշյան, նույնիսկ եթե այդ հռչակագիրը դուրս գալու հետ կապված խնդիր կար, պատմական անհրաժեշտություն կար, միայն այն հանգամանքը, որ դա պահանջում է Ալիևը, միայն այն հանգամանքը, որ դա պահանջում է Թուրքիան, միայն այն հանգամանքը, որ Ալիևը լեկտիաբար նետում է, որ ես իրենց տնային աշխատանք եմ տվել, իրենք մինչև սահմանադրության նախաբանը չհեռացնեն խաղաղություն չի կնքվելու։ Սա բավարար էր հասկանալու համար, որ Նիկոլ Փաշինյանը ադրբեջանա-թուրքական նարատիվներ է բերել մեր իրականությունը ու փորձում է փաթաթել մեր վզին։ Հիմա եկեք մենք հասկանանք, սիրելի ժողովուրդ, այդտով չի ուզում խաղաղություն։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը, որի կառավարման օրոք ավելի շատ պատերազմներ են եղել, քան բոլոր նախորդ ժամանակահատվածներում, ավելի շատ է ուզում խաղաղություն, քան մեզանից յուրաքանչյուրը,
Այսինքն դուք ինչ եք ուզում հրանցնեք մեր հանրությանը։ Կա Նիկոլ Փաշինյան, կա Հայաստան, չկա Նիկոլ Փաշինյան, չկա Հայաստան, չկա խաղաղություն, չկա հարևանություն, չկա կոնֆլիկտի կարգավորում։ Լավ, սա ինչ զառանցանք է։ Սա ինչ ուրեմն մտային նահանջ է։ Սիրելի բարեկամներ, ես վստահ եմ, որ Նիկոլից հետո ամենալավ Հայաստանն է լինելու, որովհետև այս սխալները, որը իրականացել եւ թույլ է տվել Նիկոլ Փաշինյանը, ես չեմ պատկերացնում, որ կլինի նրանից հետո հաջորդ ղեկավարությունը, հաջորդ քաղաքական իշխանությունը այնպիսի ապիկար կլինի, որ թույլ կտա նույն սխալները կամ այդ սխալներից ավելի ծանր սխալներ։ Հետևաբար, ես խնդրում եմ դուրս եկեք այս ինքնախապեյության ուրեմն այս ճիրաներից։ Հայաստանի Հանրապետության որևէ հաջորդ իշխանություն չի ցանկանալու պատերազմ, որովհետև Հայաստանի Հանրապետության հաջորդ որևէ իշխանությունը շատ ավելի է պատկերացնում, գերադասելի համարում խաղաղությունը, հասկանում ու գիտակցում դրա արժեքը, քան այս իշխանությունը։ Հետևաբար այս առումով հարգելի պարոն Ղուշյան, ես գտնում եմ հետևյալը. հասկանում եմ Նիկոլ Փաշինյանի դրսևորած վարքագիծը։ Նա ամեն ինչ անում է, բոլոր քայլերն անում է, որպեսզի վերարտադրվի։ Այստեղ քննարկելու բան չկա, էլի։ Ուղղակի մենք պետք է հասկանանք նրա դրսևորած վարքագիծը բխում է մեր ռազմավարական շահերից, մեր պետության շահերից, մեր ժողովրդի շահերից, մեր հասարակության շահերից, թե ոչ։ Թող յուրաքանչյուր ոք ինքը իր համար հարց տա։ Ինչու պետք է Նիկոլ Փաշինյանին մեր ժողովուրդը եւս 5 տարով կառավարելու մանդատ պետք է տա։ Այդ որ արժանիքի եւ որ գործունեության համար։ Այդ ինչ է արել Նիկոլ Փաշինյանը, որ մեր ժողովուրդը եւս 5 տարի նրան պետք է կառավարելու մանդատ տա։ Դե ավելին ասեմ, ամենուր հայտարարում են ԽՊԱ-ականները, որ մենք 60 ավելի տոկոս ենք հավաքելու, զարմանալի է, էլեկտրիվությունն էլ ասում եմ չափ ժամանուն չունի էլի դրանց մոտ։ Ավելին ասեմ ձեզ, վերջին հարցումները ցույց են տալիս, որ նրա վարկանիշը իրականում 10-15% է եւ դրանից ավել նա չունի էլ ոչինչ, բայց հիմա տեսեք, մեկ օր առաջ էլ չէ տեղի ունեցավ դատավարությունը Սամվել Կարապետյանի մեկ ամսով էլ տնային օր այո երկարացրին լավ սա ինչ է տեսեք սա կարելի է մեկ բառով բնութագրել հետեւյալը խուճապ եւ քաղաքական բանտարկյալ ունենալուն միտված կամ դա ապացուցելուն միտված գործողություն Սա քաղաքական բեսպրիձել է, պարոն Ղուշյան։ Ասենք Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ ինչ-որ մեկին, տվյալ դեպքում Սամվել Կարապետյանին պետք է իր պատկերացումներով, իր ուզած ժամկետով, իր ուզած մեղադրանքով պահել ուրեմն անազատության մեջ։ Սա գիտեք ինչ, ի վերջո ժամանակները կանցնեն, մենք կունենանք եւ իրական արդարադատություն, եւ իրական դատական համակարգ, բայց սա նաեւ այսօրվա դատաիրավական համակարգի ուղված մարտահրավեր է փոշիացվում է նաև նրանց հեղինակությունն ու հանրության նկատմամբ ունեցած վստահությունը այսինքն մենք մի իրավիճակի մեջ ենք հայտնվել երբ որ դատաիրավական համակարգը ամբողջովին հայտնվել է գործադիր իշխանության ու նրա ղեկավարի կրնկի տակ եւ փորձ է արվում սեփական քաղաքական մրցակիցներին կամ հնարավոր մրցակիցներին չեզոքացնելու համար օգտագործվել ամենաբիրտ մեթոդները ժողովրդավարական Հայաստանը վերածվել է քաղաքական բանտի որտեղ Նիկոլ Փաշինյանի հրահանգներով մարդիկ են անազատության մեջ հայտնվում, որոնք կարողունակ են, որոնք ներուժ ունեն, որոնք կարող են իրական մարտահրավեր նետել։ Իսկ այս քաղաքական ուրեմն իրավիճակում, այո, Նիկոլ Փաշինյանը հիմար չէ, շատ լավ հասկացել է, որ Սամվել Կարապետյանը այն միակ այսպես ասած անհատն է, որը կարող է իրական ու լուրջ գլխացավանք դառնալ իր համար եւ դառնալ իր իշխանության գերեզմանափորը։ Եթե Սամվել Կարապետյանը իսկապես ձեռնարկի համախմբման գործընթաց, ազգային համախմբման գործընթաց, ձևավորի այնպիսի քաղաքական միավորում, լայն կոնսոլիդացիայի արդյունքում, որը ժողովրդի մոտ ուրեմն կձևավորի հաղթող քաղաքական ուժի ուրեմն տպավորություն եւ ժողովուրդը վստահաբար կգնա իր հետևից։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը հասկացել է թե որտեղից է գալիս վտանգը եւ այդ վտանգը չեզոքացնելու համար իրականացնում է այսպիսի ուրեմն քաղաքական ուրեմն հետապնդումներ։ Սա ոչ այլ ինչ է կամ քաղաքական հետապնդում է, որովհետեւ Սամվել Կարապետյանի գործունեությունը այդ մասով բոլորի աչքի առաջ է։ Այդ մարդը չի իրականացել մի բան, որի համար հիմա ինքը պատժվում է։ Ընդհանրապես ասել են մենք մեր ձևով խնդիրները կլուծենք։
Ավելին ձեզ ասեմ, տես դուք ասում եք անհրաժեշտ է համախմբվել այս իշխանության, այս ապիկար իշխանության դեմ։ Դուք պատկերացնում եք, կա ուժեղ Հայաստան, կա արդար Հայաստան, եւ մյուսները եթե միավորվեն, ինչ ուժ կարող են իրենց։ Ես վստահ եմ, պարոն Ղուշյան, եթե հնարավոր բոլոր քաղաքական առողջ ուժերը համախմբվեն, եթե իսկապես, կրկնում եմ, այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք իսկապես ցանկանում են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, նրանք պետք է միավորվեն։ Ես դες հավաստիացնում եմ, առանձին հիմա շատ դժվար է լինելու որևէ հաջողության արձանագրել, հաջողության հասնել։ Եվ այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք իսկապես չեն հետապնդում որևէ այլ նպատակ, որոնք իսկապես մտածում են, որ գործող իշխանությունը սպառել է իրեն գործող ընդդիմության հետ միասին։ Ընդ որում ես գործող իշխանության հետ ասոցացնում եմ նաև խորհրդարանական ընդդիմության։ Այս քաղաքական համակարգը, այս իշխանություն ընդդիմությունները պետք է հեռանան։ Հայաստանում պետք է ձևավորվի նոր իշխանություն, նոր ընդդիմություն։ Այո։ Եվ այս առումով ես վստահ եմ, որովհետև եթե տեղի ունենա ճիշտ համախմբում, ուժային կենտրոն ձևավորվի, ես դες հավաստիացնում եմ 1 ամսվա մեջ մայիս ամիսը բավարար է շրջադարձ բեկում ապահովելու համար։ Չեմ կասկածում։ Դե, դա Աստված իհարկե։ Մի հարց, որ անպայման ուզում եմ ձեզ տալ, տեսեք, արդեն քանի տարի անցավ ազատ է այդ ռազմական կասարանի հրդեհի հետ կապված դեպքից եւ մինչեւ օրս այդ դատավարությունը շարունակվում է։ Ինչ է, ավերժ է դա։ Այդ փուլին ենք հասել, որի ժամանակ հարցաքննվում են մեղադրյալները, շատ կուլմինացիա։ Արդեն հասել եք այդ փուլին։ Այո, հիմա ապրիլ ամսին 2 դատական նիստ տեղի կունենա, մայիս ամսին էլ եւս 2 դատական նիստ կունենա։ Դեռ պետք է շարունակել։ Այո, ես հույս ունեմ, որ մենք այս տարի կհասնենք այս գործով դատական ակտի հրապարակմանը, պարոն Ղուշյան։ Տեսնենք։ Ի վերջո մեղավորները կպատժվեն։ Ամեն ինչ արել ենք, հիմա էլ անում ենք, հնարավոր բոլոր վարկածների շուրջ քննարկումներ իրականացել ենք, մենք մեր հետևություններն արել ենք, տեսնենք մեղադրյալները ինչ ցուցմունքներ կտան, հետո դրանից հետո կարևոր ուրեմն անձանց ենք հրավիրելու, մասնավորապես դատաբժիշկներին, պարոն Ղուշյան, փորձելու ենք նաև միշտորություն ներկայացնել, որ իրականացվի կրկնակի քննչական փորձառություն, այսինքն դեպքի վայրում, փորձելու ենք միշտորթել, որ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հարցաքննվի, տեսնենք ահագին աշխատանք այդ ուղղությամբ անելու, այս տարի բավականին հետաքրքիր, ուրեմն դատական նիստեր են այդ առումով տեղի ունենալու։ Ես հույս ունեմ, որ վաղ թե ուշ այս հանցագործությունը լիարժեք բացահայտվելու է եւ բոլոր ոչրագործները, ովքեր այս հանցագործության ճարտարապետն ու հեղինակներն են, պատասխան են տալու։ Դե ես ասում եմ, իհարկե լավ կլինի, որ այդպես, բայց մեր ներկա դատաիրավական համակարգը արդյոք ի վիճակի է այդ ամենը հասցնել արդար ավարտի։ Պետք է ամեն ինչ անել այդ ուղղությամբ, նույնիսկ այսօր էլ եթե հնարավոր չլինի, պարոն Ղուշյան, կրկնում եմ, մեր նպատակն է հասնել այնպիսի դատաիրավական համակարգի ձևավորմանը, որ ձեր կողմից բարձրացված այդ հարցերին սպառիչ պատասխան տա։ Դե լավ, կապրենք, կտեսնենք։ Շնորհակալություն, որ եկաք։ Ես եմ շնորհակալ, պարոն Ղուշյան։ Լավ եղեք։ Սիրելի բարեկամներ, մեր այսօրվա հյուրը, կարծում եմ դուք էլ համոզվեցիք իսկապես հրաշալի մի անձնավորություն է, Արդար Հայաստան կուսակցության նախագահ, մեր ճանաչված իրավաբաններից, փաստաբաններից մեկը Նորայր Նորիկյանը, սպասեք նրան առաջիկայում եւս իսկ այսօր այսքանը ցտեսություն